Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ ողջունում եմ, ես իրավական կողմին կառադառնամ, ինչ է տեղի ունեցել, ի սկզբանե ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմամբ, իբրև թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չէր հաղթահարում բավարար շեմը ազգային ժողովում ներկայացված լինելու պարզացած մանդատներ ստանալու համար։ Դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացում են վերահաշվարկի դիմումներ։ Վերահաշվարկի դիմումներով պարզվում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է շեմը, ունի բավարար ձայներ ազգային ժողովում ներկայացված լինելու համար, որի արդյունքում իշխանությունը պայմանավորված սահմանադրությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորումներով չի կարողանալու ընտրել բազմաթիվ կարևորագույն պաշտոններ, հենց այդ նորությունը շրջանառվում է, որ վերջ Բարգավաճ Հայաստանը լինելու է խորհրդարանում եւ իշխանությունը զրկվում է այդ լծակից, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքներ հենց այն ընտրատեղամասերում, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ուներ զգալի թվով ձայներ, որի արդյունքում չի նշանակում վերաքվեարկություն այդ ընտրատեղամասերում, որի արդյունքում Բարգավաճ Հայաստանը առնվազն այս պահին արկա տվյալով միջև ամփոփի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր վերջնական կհասկանանք, պարզվում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված չի լինելու խորհրդարանում։ Բարգավաճ Հայաստանը դիմում է վարչական դատարան, գործով ներկայացուցչությունը իրականացնում են ես եւ պարոն Արամ Օրբելյանը, վարչական դատարանը վճռով արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասի արդյունքներ անվավեր է ճանաչում, պարտավոր է նշանակել վերաքվեարկություն։ Այսինքն նորից տվյալ ընտրատեղամասում պետք է ունենա նորից ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, երբ որ փորձում ենք սա ներկայացնել, նախ իմ մասով ինձ փորձեցին արգելել ներկայացնել դիրքորոշումը, պատճառաբանելով, որ ես լիազորված չեմ, հույս ունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգիրքը այնպես չի մեկնաբանում, ինչպես լիազորված անձի վերաբերյալ կարգավորումները, որովհետև հակառակի պարագայում ամեն բան սպասելի է, բայց մենք առնվազն մեր տեսանկյունից իրավական բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելու ենք, որպեսզի թույլ չտանք մանդատի գողություն, մանդատի կորուստ, որովհետև հստակ է եւ արդեն ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված է, որ բոլոր այն ընտրական տեղամասերում, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ միտումներով անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները, պարտավոր է տեղի ունենալ վերաքվեարկություն, որի արդյունքում նոր պարզ կլինի, թե Բարգավաճ Հայաստանը պետք է հաղթահարի շեմը, թե ոչ։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե այսօր չկայացնի վերաքվեարկություն առանձին ընտրական տեղամասում նշանակելու մասին որոշում, նման կերպով ակնհայտորեն ապօրինի, ի հակադրություն վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի, փաստացի կզրկի Բարգավաճ Հայաստան կուսակցությունից իրեն վերահաշվարկի արդյունքում հատկացման ենթակա եւ իրենց որոշման արդյունքում դրանից զրկված ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունից։ Դրանից հետո ԿՊ-ն ստաբանադրական մեծամասնություն կազմում է, եթե զրկվեց ու ձայները գնում են Ամալաջն չեմ լսում հարցը։ Եթե մանդատները գնում այդ կողմից ԿՊ-ին Բարգավաճի ստաբանադրական մեծամասնությունը լինում է ԿՊ-ն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որոշում էլ կայացնի, այդ որոշումը իր հերթին կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում, բայց եւս մեկ անգամ սա իրավական տեսանկյունից, քանի որ ես ներկայացնում եմ փաստաբանական գրասենյակ, ես մեր տեսանկյունից եւս մեկ անգամ հստակ պնդում եմ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկատարելը դա հանցագործություն է։ Հստակ սահմանված է քրեական օրենսգրքով։ Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կորոշեն վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարել, ապա դա միանշանակ է, որ պետք է արժանանա քրեական դատավարական գնահատականի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատճառաբանում էր, որ իբր Բարգավաճ Հայաստան կուսակցության լիազորված անձանց կողմից դիմումը ուշ է ներկայացվել իրեն, բայց կա շատ կարևոր նյուանս։ Մեր դիմումը ուղիղ կապված է վարչական դատարանի վճռի հետ, որը հրապարակվել է 3:23:55 րոպեին։ Եթե վճիռը հրապարակվել է 3:23:55 րոպեին, ապա ինչպես մենք պետք է դրանի նախորդող 2 օր առաջ, որը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնաժամկետներ, դիմեինք կենտրոնական ընտրական հանձնաժողովին մի դատական ակտի մասով, որը դեռևս օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չուներ։
Այսինքն մենք չենք կարող դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ պահանջենք կատարել մի վճիռ, որը դեռ գոյություն չուներ։ Մենք դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իրենք ստացել են վճռի օրինակը, ըստ էության պահանջել են կատարել վճռով նշված փաստը եւ կատարել վերաքվեարկություն բոլոր այն ընտրական տեղամասերում, որի արդյունքները իրենք անվավեր են ճանաչել։ Երկու ընտրատեղամասում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչել արդյունքները, երրորդ ընտրատեղամասը ընտրատարածքային հանձնաժողովն է անվավեր ճանաչել։ Ընտրական տեղամասերում վերաքվեարկության դեպքում, եթե Բարգավաճ Հայաստանը ստանա այնքան քվեարկություններ, կողմ քվեարկություններ, որը ստացել է, միանշանակ ներկայացված կլինի ազգային ժողովում։ Հստակ թիվը չեմ հիշում, ճիշտ ասած արձանագրել եմ մոտս։ Մի քանի տասնյակ քվեաթերթիկի մասին է խոսքը, կողմ ձայների մասին է խոսքը, 50-ից մի փոքր ավել։ Եվ հաջորդ բնական քայլը եթե չի հաստատվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ամփոփման վերաբերյալ որոշումները, ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը ենթակա է վիճարկման Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում։ Այսքանն է, շնորհակալություն։